Գրանիշ կայքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը համացանցում մտահոգություն է հայտնել, որ կայքը կարող է փակվել։ Իհարկե յուրաքանչյուր գրական կառույցի դժվարություններ բոլորիս պիտի մտահոգեն, ինչպես է բացատրում իր մտահոգությունը Հասմիկ Հակոբյանը։ Եթե մի օր գրանիշը փակվի, ասենք պետությունը նպատակահարմար չգտնի կայքը ֆինանսավորել, իմ էնտուզիազմն սպառվի 10 հոգու համար գրական տեքստեր դնելուց, խոստանում եմ մի հատ բոցաշունչ տեքստ կգրեմ, որ այ փակեցին ինչ վատն են։ Մի քանի հոգի կգան, պետությունից կբողոքեն, ախվայ կանեն, կասեն, «Էս ինչ արիք, էս ինչ կորուստ էր»։ Շարունակելով իր դիտողությունները Հասմիկ Հակոբյանը գրում է. բայց քանի դեռ գործող կայքը կա, ոչ մեկիդ այդ գրականությունը հետաքրքիր չի։ Մեկ այցելեք կայք, քանի չեն փակել, կարդացեք, կիսվեք նյութերը, քննարկեք, թե չէ այս աննպատակությունից աշխատելս չի գալի։ Նորից մեր համակրանքը արտահայտելով գրական բոլոր կառույցների ղեկավարների, աշխատակիցների հանդեպ, ես սակայն մի հարց ունեմ։ Իսկ հետաքրքիր է, արդյոք ինչու ոչ մեկին այդ գրականությունը հետաքրքիր չէ։ Ինչու ստացվում է աշխատանք կատարված 10 հոգու համար։ Ինչու քիչ են այցելողները, ինչու չեն կարդում, չեն կիսվում նյութերը։ Ես, քանի որ կայքին ծանոթ էի, ես մեկ անգամ եւս այցելեցի գրանիշ եւ սկսեցի կարդալ, ինչ էի փնտրում պոեզիա։ Վարդան Սմբատյան։ Ահա թե ինչ է գրում Վարդանը եւ ինչ է հրապարակվել կայքում։ Իմ կինոն տխուր է, դրա համար էլ չի նկարվի։ Աշխարհին ոռաբաց հռհռացող կանանցով, բրուտալ սեքսոտ տղամարդկանցով լցոնած կենցաղային տրագիկոմեդիա է պետք։ Աշխարհի գութը այդպես էլ չհասավ ինձ։ Անիմաստ ոչ պատշաճ տեքստ, որի բովանդակությունը հասկանալի չէ։ Բացում ենք հաջորդ հեղինակին, Թոնդրակի վրիպակներ գրքից հատված։ Այստեղ եւ հերոստատեսային քննարկում կա, գովաստ կա Թոնդրակի վրիպակներ գրքի եւ մեկնաբանություն կա, որտեղ մենք կարդում ենք, որ սիրտը դեռ վաղվա մեջ է փնտրում երեկը, թեպետ տեսնելը ինքը քեզ լքելն է, սա հատված է Թոնդրակի վրիպակներ գրքից, աշխարհը որ փնտրում ենք, գտնում ենք լեզվի վրա։ Եվ մեկնաբանությունը հիմա բանաստեղծությունների ժողովածուի կենտրոնական հատկանիշն է բանաստեղծական խոսքի անկայունությունը, որտեղ յուրաքանչյուր բառ որոշակի իմաստներ ամրագրելու փոխարեն բացվում է բացակայության հորիզոններին։ Սիրելի բարեկամներ, սա կարող է ուղղակի զարմանք առաջացնել, որովհետև մենք գրականությունից սովորենք, որ անկայուն ժամանակներին բերել են հույս ու հավատ։ Իսկ հիմա Թոնդրակը ոչ թե գիրք է գրում ինչ-որ բանի համար, կամ հանուն ինչ-որ բանի, հանուն սիրո, հանուն հայրենիքի, մենք գիտենք ինչ վիճակում է մեր հայրենիքը, ինքը գրել է վրիպակներ, այսինքն մենք գիրք ենք գնելու, որպեսզի կարդանք վրիպակները, նախկինում վրիպակները արհամարելի բան էին, այդ ինչպես պատահեց, որ վրիպակները այսօր դարձել են բովանդակություն։ Մեկ այլ հեղինակ Նորայր Մանվելյան գրում է. «Սիրո արտահայտման ավանդական ձևեր»։ Նոր պոեզիա է, 2026 թվականին է հայտնվել արդի գրականության ցանցում։ Սիրո արտահայտման ավանդական ձևեր, հրմշտոք քաշքշուկ ծեծուջարդ, նվաստացում արժեզրկում սրկացում, ճշտվել, կուրսվել, գնալ տենալ փախցնել, կուսաթաղանթը պահել, պահպանել, կենակցել, 9-10 ամիսը մեկ հնազանդվել, պոռնկանալ, ապրել համերաշխ։ Ես դիմում եմ հարգանքով Հասմիկ Հակոբյանին, սիրելի բարեկամ, ով է ձեզ խաբել, թե սա պոեզիա է, եւ միթե այս այլանդակությունը կարդալու համար մարդիկ պիտի ժամանակ կորցնեն, մտնեն կայք ու կարդան սրանք, ավելի է գործ չունենանք նման գրականության հետ։